Առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը ժողովուրդը։ Բարև պարոն Փաշինյան, վերջին իրադարձություններով բացատրում, որ ձեզ համար էմոցիոնալ թեմա է Արցախը եւ արցախցիների հարցը, ինչի մասին ձեզ պարբերաբար հիշեցնում են Արցախի մասին, ձեզ մեղադրում են Արցախի կորստի համար, եւ հետաքրքիր է ինչու եք դուք Արցախի արցախցիների մասին լսելիս դառնում առավել նյարդային, չկայանում եք քրիստերի մեջ եք հայտնվում եւ հետաքրքիր է նաեւ այն, թե ինչ ապրումներ եք դուք ունեցել Արցախի կորստի ժամանակ, որովհետեւ ամեն դեպքում 2023 թվականին հրապարակային խոսքում ձեզ համար Արցախը դեռ Հայաստան է եւ եթե կարելի է մենք հաս եւս եկեղեցու հետ կապված, որովհետեւ այն ապահովել է ձեր նախընտրական ծրագրում, ինչ է սպասվում Վեհապան Հայրապետին, եթե դուք ընտրվեք եւ ինչպես է հեռացնելու նրան, եթե օրակարգում է լինելու այն ու ինչպես է հասնելու այդ ճանապարհին, որովհետեւ դեկտեմբերի 17-ին մենք համոզվեցինք, որ ժողովուրդը Վեհապան Հայրապետի կողքին է։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ, որ շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձությունները էմոցիա են պարունակում, հասկանալիորեն, դուք հարցնում եք ինչ ապրումներ եմ ունեցել, անձնական, ես կարող եմ ասել հետևյալը, եթե տենց խոսակցությունը միջև այդ աստիճանի բացում եք, ես ընդհանրապես երևի վերջին գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, այդ եղել է 2020 թվականի մայիսի 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։ Չէ, ընդհանրապես, ասում եմ, ընդհանրապես։ Հետո դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, ասենք օրինակ մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ այդ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, այդ են եղել իմ էմոցիաները։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով են, բայց հետո էլի սկսել եմ մտածել, ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Եվ հասկացել եմ, որ իհարկե միանգամից չեմ հասկացել, քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժման դրվել է թակարդի մեջ եւ այդ թակարդից պետքա դուրս գալ։ Եվ ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Այդ ամբողջը։ Եվ էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ Հայաստանը ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այս ամբողջ պատմությունը։ Մնացածն էլ էմոցիոնալ, ես զարմանում եմ, այսինքն մարդ կա, որի համար այս թեմաները էմոցիոնալ չեն։ Եթե մարդ կա տենց, ուրեմն առավել եւս։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, նա որտեղ սառնասիրտ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանտում է։ Կարծում եմ բանտում իր էմոցիաները կամաց-կամաց կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկ, ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Կամ կալուգացի օլիգարխ ինչի պետք է էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտը էմոցիա ունի։ Ես էմոցիոնալ մարդ եմ, նորություն է ձեզ համար, ինչի ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, ընդհանրապես մարդը էմոցիոնալ եղավ, ես չեմ պատկերացնում մարդը առանց էմոցիայի։ Առանց էմոցիայի մարդը կամ տախտակա կամ քյարփինջա։
Եվ ցավոք սրտի մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից։ Հա, քանի որ հարցը կապեցիք հայաստանյան առաքելական եկեղեցու հետ, ամենաբանը զվարճալին գիտեք որն է, որ հայաստանյան եկեղեցու առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, հա հետո բնականաբար վերականգնել եմ աղոթքներս, այնեն չի, որ միջև հիմա դադարել եմ, ակնհայտորեն։ Ես նկատի ունեմ դա ինչ որ տեղի ունեցել մեծ էմոցիոնալ շոկ ա եղել ինձ համար, ինչպես նաև համոզված եմ շատերի համար։ Եվ միջալոց այդ առիթով եմ ես, եթե բացվում ենք, այդ առիթով եմ ես սկսել սաղմոսները անգիր սովորել։ Որովհետև այդ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել։ Գոնե կեսը։ Ես համոզված եմ իրեքին ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված են հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Ամենապրիմիտիվ տեսնանք։ Ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել։ Չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության Ռոմանոսը ո՞ր է։ Ձեր միկրոֆոնները աշխատում են։ Հա։ Հա, շատ լավ։ Եվ էս է իրողությունը, եւ իմիջայլոց ասեմ։ Ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչի երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարաններից ոչ մեկը, ես գրազ եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը եւ նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Այս բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Իսկ հիմա ուշքից կգնան, որ այդ հարցը տակ։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որ պետք է կատարածվի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի, ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։ And we are Jim Ray, our
Польска. Первое, на Кавказе, позволите, если я смогу задать вопрос на русском, для того, чтобы наша аудитория могла понимать это разных языках. Последняя неделя у вас была достаточно насыщенная, мы видели много видео, в том числе в соцсетях, вы были эмоциональны. Бывает достаточно жесткая публичная ваша реакция, когда вы вступаете в споры по поводу Карабаха. Насколько сейчас общество, на ваш взгляд, готово к такому диалогу, как вы оцениваете последние недели ваших публичных переговоров? И второе, что хотелось бы добавить, уточнить, действительно сейчас в Армении мы видим и наблюдаем, в том числе через те саммиты, которые прошли в начале месяца, проходит масштабную трансформацию внешней политики и системы безопасности. Какой вы видите Армению лет через 10-15, даже когда это будет, например, на этом посту? Обобщить сначала про Карабах, а потом, ну, скажем так, про в каком-то смысле ваше историческое, политическое наследие, каким вы видите себя в учебнике истории, если так можно определить. Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ եւ կարծում եմ, որ իմ էմոցիաները արդանացրել են նաեւ ժողովրդի էմոցիաները եւ այն ինչ որ տեսնում ենք իմ ընկալման շատ նման է 2018 թվականի ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցող process-ներին, այն տրամաբանությամբ, որ եթե 2018 թվականի հեղափոխությունը մենք արդյունքում անվանեցինք ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխություն, այս անգամվա process-ները ես պայմանականորեն անվանում եմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ եւ իրականում իրենք են այս քաղաքական process-ի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ սիմվոլիկ է եւ պարտավորեցնող։ Ես պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ ստորագրված վավերացված, սահմանազատումը ավարտված, ճանապարհները բացված եւ 15 տարի հետո պատկերացնում եմ համախառն ներքին արդյունքը իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Այդպես եմ պատկերացնում։ Այսինքն մենք ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմերուկ է։ Այսինքն պատկերացնում եմ մեր ռազմավարությունների իրականացմամբ։ Փաշինյան, նախ խնդրեի անդրադառնալ վերջին օրերի տեղեկություններին Իրանաշենքին կապված, կա տեղեկություն, որ արդեն քարտեզում փոխվել է, Իրանաշենքի անվանումը, դուք քաղաքացիներից մեկի հարցին պատասխան թե ինչ եք հանձնել առաջիկայում, ասում եք երկու գյուղ նշեցիք ադրբեջանական անուններ տալով, երրորդը չասեցիք հավանաբար նկատի ունեիք Իրանաշենը, ճիշտ են արդյոք տեղեկությունները, դուք ավելի վաղ ասում եք, որ այսպես կոչված անկլավների հանձնման համար չկան իրավական հիմքեր, եթե ճիշտ են այդ տեղեկությունները, որ առաջիկա Իրանաշենը հանձնվելու է, ինչ իրավական հիմք եք դուք հանել ջրի երես, ինչի հիման վրա է դա տեղի ունենալու, եւ կխնդրեի անդրադառնալ ձեր վերջին հայտարարությանը մարդկանց հացադրում անելու, թե ինչու չեք զոհվել, դիմախոսներն ասում են, որ ձեր դերը պետք է լիներ ոչ թե մարդկանց հարցնել ինչու չեք զոհվել, այլ ամեն ինչ անել, որ երկիրը զերծ մնար պատերազմից, հայ ժողովուրդը չզոհվեր, ինչու եք դուք նման հայտարարություն ասում եք դուք արյուն եք միշտ ուզում, մինչև արյուն չեք տեսնում, չեք հանգստանում եւ ընդհանրապես ձեր դերը որն է, ասում են մեր թշնամիներն են ցանկանում, որ մենք զոհվենք, բայց որ Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին կհարցնի ինչու չեք զոհվել, նման բան պատմության մեջ մարդիկ չեն տեսել, շնորհակալություն։ Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել ինչու չեք զոհվել, Հայաստանի ղեկավարը Ղարաբաղի պսևդո էլիտայի ներկայացուցիչներին է հասցրել ինչու չեք զոհվել։
շատ կոնկրետ շրջանակ մարդ, եթե անհրաժեշտություն լինի, այդ մարդկանց ցուցակը կարելի է ճշգրտել։ Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ, նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի, չգիտեմ, ինչ սեկտորի անդամ։ Իսկ այդ մարդիկ գնացել են սահման մի հատ կրակել են։ Ոչ միայն չեն կրակել, երբ որ ասում են փախածները, ես դրանց նկատի ունեմ, փախածներ ասելով։ Նկատի ունեմ Ղարաբաղի քաղաքական պսևդոէլիտային եւ հանրային պսևդոէլիտային, ովքեր եկել են, ընդ որում 2023 թվականին իրանք ինձ մեղադրում են, ասում են սահմանները փակել են, որ մենք չգնանք Հայաստան։ Հիմա եկել են Հայաստան, ասում են Ղարաբաղի հարց։ Ինչ Ղարաբաղի հարց։ Ես շատ հստակ ասել եմ, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին եւ այդ հարցը շատ լեգիտիմ հարց է գնացել։ Ով է գնացել կանգնել կռվել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են մեր զինվորներին, թողել են մենակ։ Շատ լեգիտիմ հարց է, պատերազմի սկսելուց ժամեր անց 50 կիլոմետրանոց շարասյունի մեջ ովքեր էին։ Քանիսը եկան մնացին Հայաստանում, քանիսը հետ գնացին։ Հետ գնալիս է քանիսը հայտնվեց առաջնագծում։ Այսինքն այդ ինչ է։ Այդ ինչ մի հատ բան է, տենց անձեռնմխելիություն է ձևավորվել, որ պետք է չասվի այս բաները։ Պետք է ասվի։ Իհարկե պետք է ասվի եւ այո ասում եմ, պետք է բացատրություն տան։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած։ Դուք հարց եք տալիս, առաջին հարցը։ Ձեր հարցը հենված է երկու բազիսային դրույթի վրա, երկուսն է սուտ է։ Առաջինը, որ Google-ում որևէ անուն է փոխվել, Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ, սկսենք այդտեղից, ողջ ընթացքում։ Այսինքն Google Maps-ը կամ Google Earth-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունը այդտեղ է եղել։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել դրան մասին։ Երկրորդը ասում եք քաղաքացու հարցինի պատասխան դուք ասցիք հանձնում եք չգիտեմ ինչ։ Երկրորդը սուտ է։ Հասկանում եք, այդ կուլտուրան, որ կարելի է նույնիսկ ուղիղ եթերում հնչածը դարձնել սուտ, այդ կուլտուրայի մասին դուք պետք է խոսեք։ Քաղաքացին ասել ինչն եք հանձնում, պատասխանը յուղերի անձրի ես այն ասում։ Ասում եմ դուք սուտ եք ասում, սուտ։ Ձեր հարցը տալիս եք, որ լրատվամիջոցից եք դուք։ Այո, ոչ մի զարմանալի բան չկա։ Այդպես չի չեք ասել, ինչ եք հանձնում։ Ասում եմ դուք սուտ եք ասում։ Այն ինչ որ դուք ասիք, ձեր հարցի երկու բազային դրույթը սուտ է։ Իսկ ընդհանրապես այդ թեմային ես տասնյակ անգամներ անդրադարձել եմ։ Ասելով հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ սահմանազատում են իրականացրել Ալմաթայի հռչակագրի միջայլոց իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմաթայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է եւ այն ինչ 100 անգամ ասել եմ խորհրդային Հայաստանը, հանկախ Հայաստանը հիմնականը երկրի խորհրդային Հայաստանի, խորհրդային Ադրբեջանը հիմնական երկրի հանկախ Հայաստանի հետ, անկախ Ադրբեջանը, խորհրդային Ադրբեջանի հետ։ Հիմա այսօր կան հարցեր եւ անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետեւ մենք ինքներս ունենք անկլավ, Արցախաշենը։ Ինչինքն հրաժարվել դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետեւ եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկ չի կարող Հայաստանի ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Այդ պարզ է, որ դա այդպես պարզ թեմա չի,
Եվ հա որովհետև թեմա քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, որևէ այսպես ասած ռազմավարություն, որևէ հայեցակարգ այդ հարցի լուծման հետ պայդրությամբ չկա։ Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետքա հնարավոր է նաև տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետքա նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքների վերադարձի մասին եւ սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում ինչպես կանոնակարգով նախատեսված է որոշ օպտիմալացումներ կլինեն, այդ կարա եւ լինի։ Եվ դա եթե լինի, կլինի բաց հրապարակային թափանցիկ։ Մի բան հստակ է եւ աներկբա սահմանազատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել։ Այն մնացածը, որտեղ կանոնակարգում էլ նախատեսված է ճանապարհների խնդիր կա, ենթակառուցվածքների խնդիր կա, միացումների խնդիր կա եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն դա սահմանազատման ընթացքում կլուծվի։ Ինչ վերաբերվում է պատերազմի ձեռց, այդ մեր ամենամեծ խնդիրը այն է, որ մենք չենք հասկանում, որ մենք պատերազմի մեջ ենք եղել 2020 թվականի սեպտեմբերի 29-ից առաջ 1991 թվականից պատերազմը անընդհատ է եղել, պերմանենտ է եղել։ Ամեն տարի մենք զոհեր ենք ունեցել եւ վիրավորներ։ Ամեն տարի մեր տների վրա կրակոցներ են եղել։ Ամեն տարի։ Եվ էսա տեսեք, երբ որ բազիսային սկզբունքները չեն ընկալվում, ամբողջ իրականությունն է խեղաթյուրվում։ Սահմանամերձ գյուղերը տանք չի եղել, պատուհան չի եղել։ Այսինքն դուք տեսել եք, ասենք օրինակ Տավուշի մարզի Մովսես գյուղի տների պատուհանները եւ տանիքները։ Այսինքն ես պատերազմ եմ հրահարել 2020 թվականին 19-ին, 19-ին, 18-ին, 17-ին, 16-ին, 15-ին Հայաստանը պատերազմի մեջ է եղել։ Նորություն է սա ձեզ համար։ Ամեն տարի մենք զոհ ենք ունեցել։ Առաջին օրացուցային տարին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի բերումով զոհ չի եղել օրացուցային առաջին տարին 2025 թվականն է։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ գազի հնարավոր թանկացման հետ կապված եւ այս ամենի ֆոնին ուզում եմ հասկանալ, երբ որ դուք օրերս նշեցիք, որ Ռուսաստանի նախագահի հետ ունեք ընկերական հարաբերություններ։ Արդյոք այդ հարաբերությունները, ընկերական հարաբերությունները նշանակում է այսպիսի հարաբերություններ եւ խնդրում եմ յուրաքանչյուր ասացի համար, այսինքն այդ եւ ԵԱՏՄ-ի կարգավիճակի եւ մնացած խնդիրների հետ կապված Հայաստանի դիրքորոշումը ինչպիսին է։ Սա առաջի հարց եւ երկրորդ հարցը հետեւյալն է. դուք մշտապես այս ընթացքում խոսում եք ադրբեջանցիների վերադարձի հարցի ձեր օրակարգում չլինելու մասին։ Իմ հարցը հետեւյալն է, ես չեմ հարցնում ձեզ ընդհանրապես օրակարգում եղել է հայ-ադրբեջանական քննարկման չի եղել։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։
Ես իմ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, արդյոք ընդհանրապես Հայաստանը չի քննարկելու ադրբեջանցիների վերադարձի հարցը, դա երբևէ ոչ թե օրակարգում չի դնել, այլ դες համար անընդունելի է։ Եվ վերջում դիտարկում օրերս Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությանը չի հաջողվի պարապում մտցնել Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում։ Մի փոքր կբացեք ինչի մասին է խոսքը, ինչ պարապման մասին է։ Նախ վարդի եւ այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետեւ ցանկացած ապրանք, որ ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել եւ միշտ գոյություն են ունենալու։ Եվ նման իրավիճակներ վերջին 8 տարում տասնյակ անգամներ են եղել, տասնյակ։ Ընդ որում ոչ միայն ֆիտոսանիտարական։ Ուրիշ խնդիրներ էլ են եղել կապված այլ ապրանքների հետ, եւ մենք ԵԱՏՄ նիստերում անդադ այդ հարցերը քննարկում ենք, թե ինչքանով են որոշ ապրանքներ, որոնք ներկրվում են, այսինքն արտահանվում ներկրվում են որպես ԵԱՏՄ ապրանք, ինչքանով են ԵԱՏՄ ապրանք, որովհետև ԵԱՏՄ տրամաբանություն ունենա, որ ԵԱՏՄ ներսում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժվեն, եւ ժամանակ առ ժամանակ այդ հարցը մենք քննարկում ենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում եւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։ Ես երկու միակ ղեկավարն եմ, որ երկու ձևաչափում են մասնակցում։ Այսինքն այդ նման հարցեր անընդհատ են կրկնվում բոլոր երկրների հետ կապված։ Եվ հետեւաբար, այսինքն հարց է ծագում, այսքան վարդ է ներմուծվում Ռուսաստան, ինչքանով է իրոք այդ վարդերը արտադրվում Հայաստանում։ Հիմա պատվիրակություն է եկել եւ դա ել եմ ասում, մենակ Հայաստանի համար չի, այդպիսի տասնյակ պատվիրակություններ գնում են տարբեր երկրներ, որովհետեւ երկրները հարցեր են բարձրացնում։ Եվ սա հերթական աշխատանքային իրավիճակն է, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում կարգավիճակին, ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել մենակ Հայաստանը, այսինքն անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ, ուրիշ պրոցեդուրա չկա։ Բայց դենց ցանկացած հարց կարող են քննարկել եւ ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել եւ մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք։ Ընկերական մասով, ինչպես ասում են, դրուժբա, սլուժբա, այսինքն ինչ կապ ունի ընկերական հարաբերությունները այս աշխատանքային հարցերի հետ, այսինքն եթե հարաբերությունները ընկերական են, այդ նշանակում է ոչ ԵԱՏՄ ապրանքը պետք է ԵԱՏՄ ապրանքի տակ կամ այդ նշանակում է ստանդարտին չհամապատասխանող ապրանքները պետք է ասենք դե քանի որ ընկերական հարաբերություններն եկեք բոլոր կարգավորումներից դուրս գանք։ Գազի թանկացման մասին նման բան չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Եվ այդ պայմանագիրը այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել եւ այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն։ Ադրբեջանցիների հետ կապված ես դրա մասին հոդվածներ եմ գրել։ Ես նույնիսկ ելույթներ եմ ունեցել, ասելով որ երբ որ արևմտյան Ադրբեջան խոսույթ օգտագործվում է, հիմա չեմ կարող հիշեմ, ասել եմ արևմտյան Ադրբեջանը, Ղազախն, չգիտեմ ինչն է, այդպես թվարկելով եկել եմ ասել եմ, որ Հայաստանում արևմտյան Ադրբեջան չի կարող լինել, հոդվածներ եմ գրել դրա մասին, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, ես ուզում եմ, որ մեր հանրությունը արձանագրի Ղարաբաղի, Նախճեվանի
ներքին կապեր ունեն։ Բայց նաև վերջին բրիֆինգներից մեկում չէ, կառավարության շենքում էինք անում բրիֆինգը, ես ասում եմ, որ եւ մեր հանդիպումներում էլ եմ ասում։ Ասում եմ ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Նույն ուժը խոսում է համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Եվ այս է պատճառը, որ ասում են, որ իրանք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև իրանք ուզում են կոնֆլիկտային վիճակ սրեն, ստեղծեն։ Բերեն բախման, թեմաները բերեն բախման, եւ դրանից կոնֆլիկտը էլի վերակենդանանա։ Լսեք, Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը ճանաչել են։ Ես համոզված եմ, որ այս հենքի վրա մենք պետք է կառուցենք եւ կառուցում ենք խաղաղություն։ Այդտեղ չկա Ղարաբաղի Նախճեվանի, մենակ Ղարաբաղը չի։ Ինչ եք մենակ Ղարաբաղի մասին ասում։ Բա Նախճեվանի հայությունը, բա Բաքվի հայությունը, բա Սումգայիթի հայությունը, բա Կիրովբաթի հայությունը, բա Գետաշենի հայությունը։ Եվ այլն, եւ ընդհանրապես Ադրբեջանի հայությունը։ Ինչ եք մենակ, հետաքրքիր է, ինչ է, իսկ ինչի է մենակ Ղարաբաղի հայության հարցը բարձրացվում, իրանք ինչ են մենակ դրա մասին խոսում։ Ես ասում եմ, չկա երկու թեմաներ, չկա ուղղակի։ Փակել ենք, այդ երկու թեմաներ փակել ենք։ Հիմա մյուսները ինչ են, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը, մի հատ հիմար հոլովակ են սարքել, միլիոններ են ծախսում, որ այդ հոլովակը պետք է ինչի համար։ Ոչ թե իմ դեմ հակակարողություն են անում, իրանք այդ հարցը ուզում են ներմուծեն քաղաքական օրակարգ։ Բանը, բա լրտեսական գործունեությունն է դա։ Բա այդ է, որ ասում եմ, լրտեսական եռագլուխ կուսակցությունը։ Կոնֆլիկտ բորբոքելու համար։ Կոնֆլիկտը չկա։ Այս ամբողջ խնդիրը։ Ես ասում եմ, գուցե 23, գուցե 24 թվին հոդվածներ եմ գրել ես դրա մասին։ Կարծեմ Armen Press-ում է տպվել է, հրապարակվել է։ Հա, Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստան ունի շատ էական եւ առանցքային դեր եւ մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ եւ մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի։ Եվ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դա կապ չունեն մեր եւ մեր երկուսից որևէ երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ բնականաբար այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են եւ շարունակելու են այդպես պատմական էլ մնան, եղբայրական են։ Այդտեղ ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես։ Այդ էլ արձանագրենք, որ հոսանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ կապ չուներ կազմամասնավոր ընկերության ներքին խնդիրն է։ Մենք հիմա մասնավոր կազմակերպությունում ենք, վարձակալել ենք այս տարածքը այս ասուլիսի համար, որովհետև այսօր ջրվեժ, նոր Երևանի ջրվեժ եւ նոր թաղամասերում ենք քարոզություն անելու
Դրա համար ենք այստեղ ունենք, շատ լավ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, Քարոզ Արշավի այս թեժ փուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կանոն տեսնել, ոչ միայն քաղաքական, այլ իրավական առումով, ձեր հայտարարությունից հետո երեք արդեն քրեական գործ հարուցվեց եւ բարձրացավ խոսքը Բարգավաճ Հայաստան Կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի մասին է, ըստ ձեր իրավապահների։ Դուք այս օրերին բարբերաբար զգուշացումներ եւ սպառնալիքներ եք հիշեցնում ձեր գլխավոր ձեր իրավապահված այդ երեք ուժերի ներկայացուցիչների հասցեին եւ այս ֆորումն է այս գործահարությունը, արդյոք սա ինչ է մարդկանց համար կարծել, որ իրավապահները գործել են ձեր ցուցումով, այս քրեական գործահարությունով, եթե ոչ այդտեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2024 թվականի ապրիլի ազգային ժողովի տեղի ունեցած ակտիվիստի, ենթադրում եմ մանրամասներից տեղեր կլինեք, խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այն ակտիվիստի մասին է, որի ներկային ունեցող վարչապետն ու արտգործնախարարը եւ այս վավերության գործը, եթե դա ցույց չէ եւ իսկապես այն process-ը, որը որ իրավապահները խնդրում են, ինչպես է գնահատում այստեղ իրավապահների աշխատանքը, այսինքն ստացվում է, որ 2 տարի ձեր եւ նրանց պնդմամբ լավտեսը եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անդրանիկ Թևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց այդտեղ նշված է, որ հավաքագրել են փաստեր, դուք ունեք տեղեկություններ, այսինքն նիստից ներկա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն է, չգիտեմ, մարդիկ են նրան տեղեկություններ փոխանցել այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանակական է, արդյոք այս գործընթացը, ակնհայտ ինչ ես վարկեցի, ես քրեական գործը եւ այն բնույթները, որ դուք եք հնչեցնում, ինչպեսության եք կապված, սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատմամբ ինչպես այն կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա էլի ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում։ Հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել, տեսնել ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա չէ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ խնդիրներ ունի, եւ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել։
թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ է անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, էլ նոր բան իմանալ չենք կարող, հետեւաբար պետք է գնալ արդեն գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատեհության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով գտնվող հանգամանքներ են, որոնց վերաբերել հետագա պարզաբանումները կտրվեն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մենք ավիացիոն սեր ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սեր ցուցակից, դա նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբն է, Ռուսաստանը գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարգանքով եւ մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք մենք վերաբերվում հարգանքով։ Ես նախկինում ասել եմ, ելի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրաված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրաված չի եւ ներգրաված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանի Եվրամիության հարաբերություններին վնաս է հասցնում Ռուսաստանի շահերի։ Ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ այդ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու պետք է չկար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահ չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահ չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասել եղել է տենց դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տենց բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ պարզ տրամաբանություն է։ Ինչն է խնդրումը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ինչն է խնդիրը։ Էլ եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ է գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի։ Ուկրաինային ՄԱԿ-ի անդամ պետություն է, Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է։ Արդյոք նույն է ավիացիայի ցուցակն ու ինչպես դուք եք տնում
Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու։ Չգիտեմ։ Դա ընթացքում կերևա։ Սամվել Կարապետյանի և եսպեի աշխատակից լինելը և նաև Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության ազնագիր ունենալու հարցները։ Արդյոք իրավապահները զբաղվում են և ինչ է սա ենթադրում նաև քաղաքական առումով։ Իմիջայլոց, շնորհակալ եմ, դուք հիշեցրիք Ռոբերտ Քոչարյանի ձայնագրության մասին, էլ եմ ասում։ Ես երաշխավորում եմ, որ դա իրական օրիգինալ ձայնագրություն է։ Երաշխավորում եմ։ Որն դա հեռախոսային խոսակցություն չէ, բնականորեն դա ձայնային հաղորդագրություն է, որ միջնորդի միջոցով ուղարկված ձայնային հաղորդագրություն իրականության 100%-ով համապատասխանում է։ Երաշխավորում եմ։ Դա անձամբ Ռոբերտ Քոչարյանն է այդ ձայնային հաղորդագրությունը հեռախոսի վրա թողել, ուղարկել միջնորդի միջոցով։ Եվ ինձ համար զարմանալի է, որ մինչև հիմա քաղաքացիական հասարակությունը, հետաքննող լրագրողները եւ այլն ընդհանրապես ոչ մեկ չի պատվիրել փորձակնություն։ Հատկես բառացին դե դա արհեստական ինտելեկտի ստեղծած է, հա, լավ, երևի արհեստական, մոռացան բոլորը։ Մարդը ասում է, որ ինքը Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում այլ երկրի կուրացիայով։ Սա քաղաքական եւ այլ քաղաքական հետևանք առաջին հերթին, որտեղ ես վստահ չեմ, որտեղ իրավական գնահատականի հարց կա, որովհետև եւ մենք երբ որ ասում ենք գործակալ, մենք պետք է հասկանանք, որ կա մի քանի շերտ, կա ազդեցության գործակալ, որ այդ երկրի շահերի լոբինգն է անում, մեր օրենսդրությունը վստահ չեմ, թե նման բան նախատեսում է, բայց առնվազն քաղաքական գնահատականի դա արժանի է։ Երկրորդը, էս էլ կա, որ ինքնին որևէ բար երկրահատուկ ծառայության աշխատակից լինելը վստահ չեմ, չգիտեմ ինչքանով է քրեական հետապնդման ենթակա այդ իրավաբանները կգնահատեն եւ գնահատական կտան։ Կեղծ տեղեկություններ տալը քաղաքացիության վերաբերյալ, ես ինչքան գիտեմ, նախատեսված է եւ եթե չեմ սխալվում, հաղորդակցություն է եղել, որ քրեական գործ է հարուցված, քրեական գործով կպարզվի, կապացուցվի, չի ապացուցվի։ Այդքանը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, դուք ասում եք ԱԱԾ-ն ձեր ենթակայությամբ փոխում, բայց արդյոք Արցախի մեջ գտնվող վարչապետին կարելի է ինչ-որ տեղեկություններ փոխանցել եւ վարչապետներ որպես տեխնացու դա քարոզչական ժամանակ հայտարարի եւ ամենևին պատրաստվում եք 200,000 զանգում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ այս թեմայով թե չէ, ասել եք 200,000 զանգեր։ Ինչքան։ 200 Բաղարինության ասում հնարավոր է, որ այդ թեմայով էլ Վլադիմիր Պուտինի հետ խոսեք թե չէ, և հիմնական հարցերը Այդ հիմնական հարցերը չէր։ Ոսկի ձկնիկի անեկդոտը գիտե։ 300,000 ադրբեջանցիների թեման այս քարոզ արշավի հիմնական բանավեճերից մեկն է։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գրեթե ամեն օր պնդում է, որ ձեր իշխանությունը նրանց ընդունելու պարտավորություն է ստանձնել եւ ասում է, եթե նման բան չկա, թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի սուտ է։ Հիմա դուք ասում եք սուտ է։ Եվ վերջին հարցը Եվ մեկ հստակեցում ամեն դեպքում, պարոն Փաշինյան, տեսեք, դուք ասում եք սուտ է այդ հարցը հիմա այս բնում չի քննարկում, թե տալիս եք երաշխիքներ, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիներ չեն բնակեցվելու Հայաստանում։ Տալիս եմ երաշխիքներ, որ
Ոչ միայն իմ իշխանություն, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս եմ երաշխիքներ, այո, տալիս եմ երաշխիքներ։ Ասեք ամբողջ շրջանը։ Ինչ։ Եվ բան Փաշինյան, շաբաթ ասեցին մի տեսանյութ ցուցադրեցիք, որտեղ դիմակավորված անձիկ սպառնում են, ամենայն դեպս կոմունիզմը ձեր ռիլիզ դրա մասին տեղեկացա։ Եվ ասեցիք, որ գտնելու եք իրենց, իրավապահները սովորաբար շուտ գնում են եւ այս փոփոխություններ հապաղումը, որովհետեւ երբ այս պայմանների ու մանրամասներ չեն հնարավորվում, ընդդիմության այն խոսույթներ ու շարժավ դառնում, որ սա իշխանությունն է կազմակերպել քաղաքական դիվիդենդներ հավաքելու, հանրության մոտքուսական պրոցեսներ առաջացնելու եւ ռեպրեսիաներ կիրառելու համար։ Եվ մենք կարճացել բան Փաշինյան ձեր խոսույթի հետ կապված կզեցնել, չոքացնել, ֆորմելով տալ, կողել եւ այլն, երբ դուք նման խոսույթ եք կիրառում, հիշում եմ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի ձեր Facebook-յան գրառում, որտեղ ասում եք, երբ հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեմ, խնդրում եմ դա չկարել որպես թույլություն կամ վախկոտություն, այն նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգի։ Դուք այսպեսով եք նվիրված ձեր իսկ ընդունած էթիկայի կանոնակարգի, պարոն Փաշինյան։ Նախ ես ձեր հետևից չեմ հասցնում գրի առնեմ բոլոր հարցերը։ Զանգ, գիտեք, զանգ միշտ էլ կարող է լինել։ Այսինքն դա աշխատանք է, հարգելի գործընկերներ։ Այսինքն զանգը ես 200 զանգի համար ինչի համար եմ ասում, որտեղ դա այսինքն աշխատանքի մասը ամենօրյա։ Եվ զանգը լինում է ըստ անհրաժեշտության, ըստ պատերության։ Կարող է լինել, կարող է չլինել։ Երկրորդ հարցը, որ ես արձակուրդի մեջ եմ, լավ, ես արձակուրդի մեջ եմ, ուրեմն ինչի եք ինձ հարցնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին։ Ես էլ կարամ ասեմ, ես արձակուրդի մեջ եմ, ես տեղյակ չեմ, ինչ է կատարվում ընդհանրապես։ Այսինքն հասկացան, որ արձակուրդի մեջ եմ, բայց վարչապետն եմ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը վարչապետ ունի, թե չունի։ Բնականաբար, ասենք, ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը, բայց տեղյակ չլինեմ։ Թիմակի հետ կապված, ես կարծում եմ, մենք անձանց շրջանակը պարզաբանել ենք մոտավոր եւ ըստ էության այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութի մեջ են, իրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկությունն է, որովհետեւ մենք ապացույց չունենք։ Մենք անուն ազգանուններ ունենք եւ այդ անուն ազգան բնականաբար եթե բնականաբար նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր են գործադրել եւ տեսել են, որ նրանք 2024 թվականից Հայաստանում չեն։ Եվ ավելի նախկինում մեծ հավանականությամբ նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել։ Մասնավորապես հնարավոր է ապօրինի վարձկանության, տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրանք։ Հնարավոր է, բայց սա ընդհանրապես օպերատիվ տեղեկություն է։ Սուտ է։ Մի անգամ ասցի, ճիշտ է, ասցի ասելա կալուգացի օլիգարխ ասելա թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի, որ սուտ է, ես նստած ասեցի։ Ես նստած ասեցի, որ սուտ է եւ երաշխավորում եմ, թե չեմ երաշխավորում, այո, երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու, վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովապատ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու, վերադարձի թեմա Գետաշեն չի լինելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այո, երաշխավորում եմ։ Դա անհեթեթ թեմա է։ Դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չի։ Եվ սա այնքան ակնհայտ է, ես նույնիսկ զարմանում եմ, որ
Այսինքն դուք ասացիք հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի։ Ասենք դա ինձ համար նորություն է, որ դա հիմնական թեմաներից մեկն է քարոզարշավի։ Կրկին սուտ է եւ երաշխավորում է։ Քարքի անունը Google Maps-ում նոր չի հայտնել, միշտ է եղել, միշտ եւ մնացած։ Էլի հարցեր։ Խոսույթի հետ կապված հա 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, բայց ամեն չափ սահման ունի։ Ես օգտագործել եմ այն բառապաշարը, որ իմ դեմ է փորձել, իմ դեմ են օգտագործել։ Դե դրա համար ես ասում եմ, որ այդ հարցի լուծում մեկն է, ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք ուժերը պետք է խորհրդան չանցնեն ուղղակի եւ դա շատ իրատեսական խնդիր է։ Եվ հակառակ դեպքում չի լինելու, որովհետեւ այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի տենց ինչ որ անընդհատ ինչ որ բաներ են խոսալու եւ հա կարելի է մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, բայց այսինքն դա չի կարող հավերժ շարունակվի։ Եվ ես ասում եմ, այդ դոզան էլի կուտակվելու է եւ հակադարձվելու է։ Ես չեմ պատրաստվում ամեն օր անեմ դա, բայց դա ի վերջո հասկանում եք օբյեկտիվ իրականություն է։ Հազար ներողություն որ ձեր վրա եմ օրինակ բերում, բայց եթե ես ձեզ ամեն օր անընդհատ այդ նույն բանը ասեմ, դա մի օր կասեք դե լավ, դե սենց է, երկրորդ օրը բայց մի օր բան կանեք, չէ՞, մի օր կասեք լավ, ամեն ինչին չափ սահման կա։ Այսինքն ցանկացած մարդկային հարաբերության մեջ այդպես է։ Ցանկացած քաղաքականությունից դուրս է։ Ցանկացած մարդկային հարաբերություն, երկու մարդու ցանկացած հարաբերության մեջ տենց է։ Որտեղ հա դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, դուք ձեզ համար ունենաք էթիկայի որոշակի բաներ, կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք հա լավ հասկացանք։ Այս աշխարհում մենակ ես ունեմ էթիկայի կանոնագիրք։ Այդ էթիկայի կանոնագիրքը իմիջայլոց, եթե հիշում եք, ես 2025 թվականի հունիսին չէ, ավելի ուշ, ես ասացի եկեք դադարեցնենք դա։ Բայց այդ առաջարկը ման չստացավ, արձագանք չստացավ եւ նույն ձևի շարունակվեց եւ շարունակվում է։ Անհաշին է, որքան էլ արձագանքություն են գտնում, բայց հայ-ռուսական հարաբերություններից հարցնել, որովհետեւ ինչքան էլ դուք հայտարարում եք, որ Հայաստանը որևէ ի վնաս հայ չի անելու Ռուսաստանի, բայց ամեն օր քարոզարշավի զուգընթաց, ամեն օր ամենաբարձր մակարդակով հետևից խոսույթն ավելի պատկերավոր է դառնում, խոսում են երկու հարսանիքում միաժամանակ պարել չկարողանալու մասին, նման ձևակերպումներ են հնչում, բայց սրան զուգընթաց ես այսօր էլ ես զարգալուց նման մտահոգություն լսեցի քաղաքացիներից մեկից, որ այնտեղի հայերը զանգահարում են այստեղ եւ մտահոգություն են արտահայտում, որ հունիսի 7-ից հետո հնարավոր է իրենց դեպորտ անեն եւ այլն եւ նման մտահոգություն Ռուսաստանում ապրող շայթ հայերի շրջանում կա եւ այդ մտահոգությունը նաեւ այդպես փոխանցում են այստեղ իրենց բարեկամներին եւ հարազատներին ձեր արտահայտումները։ Գիտեք, ես կարծում եմ, որ այդ նման մտավախություն չի կարող լինել, որովհետեւ էլ եմ ասում, կան կարգավորումներ եւ այդ կարգավորումները գործել են եւ շարունակելու են գործել։ Մյուս կողմից ես քարոզարշավի ընթացքում էլի դա եթերում է լինում, ես հանդիպում եմ բազմաթիվ անձանց Հայաստանի քաղաքացիների, ովքեր վերադարձել են Ռուսաստանից եւ ասում են, որ ուրախ են, որ վերադարձել են եւ մնալու են Հայաստանում։ Եվ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ մենք արտագաղթը դադարել է Հայաստանի Հանրապետությունից եւ ներգաղթ է սկսել եւ դեպորտ անել, ինչ նշանակում դեպորտ անել, ես դա լավ չեմ հասկանում։ Այսինքն տեսեք, եթե էլի եմ ասում, մենք պետք է
բան անենք, եթե մարդը երկրում գտնվում է օրինական հիմքով, եթե մարդը գտնվում է անօրինական հիմքով, այսինքն նախկինում էլ միշտ էլ եղել է, որ տասնյակներով, ես մարզային հանդիպումների ժամանակ մարդկանց եմ հանդիպում, ովքեր ստիպված են եղել իրանց անուն-ազգանունը փոխել դեռ երկար տարիներ առաջ, որ դեպորտի ցիկլից դուրս գան, այսինքն դեպորտը մեզ հետ է կապված։ Այն նրանք, ովքեր պետք է դեպորտ լինեն, լինելու են դեպորտ, եղել են դեպորտ։ Այսինքն եթե վիճակագրությունը հանենք, հարյուրավոր, հազարավոր մարդիկ ամեն տարի այդ վիճակում են լինում։ Այսինքն Հայաստանի քաղաքացի են այդ մարդիկ, նրանք ովքեր Ռուսաստանի քաղաքացի են, Ռուսաստանի քաղաքացի են։ Այսինքն այդտեղ էլ մտավախություն, ես չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Բայց եթե մարդը ապօրինի հիմքով է գտնվում ուրիշ երկրի տարածքում, մենք դեպորտ չենք անում, բոլոր երկրներն էլ անում են։ Եթե մարդը ապօրինի հիմքով, այսինքն ինչ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, որ ինչ որ մեկը ապօրինի լինի ուրիշ երկրի տարածքում։ Այդ ի՞նչ տրամաբանություն է։ Թող օրինական գտնվեն երկրների տարածքում եւ, այսինքն օրինական գտնվող մարդու չեն կարա դեպորտ անեն։ Անօրինականին ոչ մենք կարող են, այլև պարտավոր են դեպորտ անել եւ դա միշտ էլ եղել է եւ արվում է եւ ելի արվելու է։ Իմ ժամացույցով 49 վայրկյան դեռ կա, 45, 44, 43, 42, մի հատ էլ հարց տվեք ու վերջ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, 3 արևմուտքի մարզում դուք հայտարարեցիք, որ հեղափոխությունը հասել է իր նպատակին, ու նաև հաղթել արևելյան մակարդման օրակարգը, որն է այս գագաթնակետը ու մակարդման օրակարգի հետ արդյոք կապված են վերջին իրադարձությունները տնտեսության բացահայտման, նաև գործակալների հետ կապված հրապարակումները, ինչպես նաև զենքի միջազգային շուկայից խոսեցիք, ասեցիք, որ Հայաստանը արդեն այդ շուկայում մրցունակ է։ Ավելի վաղ նաև հրապարակումներ եղան Հայաստանի զենքի արտահանումների հետ կապված, այս մասով մանրամասներ կարող եք նշել, կան կոնկրետ պայմանավորվածություններ, արդյոք այդ մատակարարումները շարունակական են լինելու։ Մանրամասներ բնականաբար չեմ կարող նշել, բայց այո, պայմանագրեր կան եւ նաեւ երկարաժամկետ պայմանագրեր կան եւ այդ պայմանագրերը աշխատելու են։ Ինչ վերաբերում է հեղափոխության գագաթնակետին, ես երեք նաեւ իմ ելույթում պարզաբանեցի, այդ գագաթնակետը իմ պատկերացմամբ հետեւյալն է, որ պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է պետությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին սիրում է իր պետությունը, որովհետև պետությունը սիրում է քաղաքացուն եւ այդ սերը արտահայտվում է շատ կոնկրետ ձևերով եւ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ արդյունքներով, այդ թվում նաեւ այն որոշումներով, որ մենք կայացրել ենք մասնավորապես Ղարաբաղի շարժումը չշարունակելու վերաբերյալ։ Եվ ես այսօր տեսնում եմ, որ քաղաքացիները շատ բարձր են գնահատում։ Այն օրը մի երիտասարդ պատերազմի մասնակից Երևանի կենտրոն վարչական շրջանում հենց ուղիղ եթերում կարծում եմ շատ խտացված ձևով ներկայացրեց այդ ընկալումը եւ ես շնորհակալ եմ քաղաքացուն, որ ինքը հարկ համարել էր, որ ինչպես ինքը ասեց աշխատանքից ուշանում էր, բայց հարկ համարել էր մոտենալ եւ դա ասել։ Այո, դա հեղափոխության գագաթնակետն է, երբ որ պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացուն սիրում է պետությունը։ Իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է իշխանությունը։ Եվ այս նախընտրական քարոզարշավի ամենակարևոր հետևությունը ինձ համար դա է, եւ ես համոզված եմ, որ այդ հետևությունը կարտահայտվի նաեւ ընտրությունների արդյունքներով։ Շնորհակալ եմ։